ոչ մեկի դուխը չի երիքում, որ ասի տղեկ, չլնողա, ես ինչ է կանում, չէ, որովհետև ընդ պայմանավորվել ենք, բանը տղայությունը բռնում է, չէ, ոնց մեկը ասի, գիտես ինչ, պետք չի գնալ, բայց արդեն խոտ չելի բուսականություն, զուգահեռ մեզնից բոյով է, գետնին նայում ենք ինչ-որ կենթանիների հետքեր է, արդեն բանը խոնավ է, հողը բանա, փխրունա, կոշիկներով, միջև բաներ համարյա ոտերներս խրվում է և այլն, և այն պահին, երբ որ ինչ-որ մեկ ասեց, հոպ, պետք է հետ դառնալ, ես չեմ հիշում ով էր այդ ասողը, մեր բոլորի մոտ սենց բան եղավ, լիցքաթափում, երևի նաև զսպեցինք, որ այդ ասողին չգրկենք և չպաչենք, բայց ի սկզբանե մենք իրար հետ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այդ անտառը, որ պետք է գնանք այդ անտառով անցնենք, և ես այս պատկերին չի համար եմ ներկայացնում, այսօր կա էական չի հարաբերակցությունը, երկու խումբ մարդիկ հիմնականում, որոնք արտահայտվում են, մի խումբը, որ ասում է Ղարաբաղը տվիր, հողերը տվիր, ես տվիր, ենք տվիր, այն մի խումբն է, որ տենում է գրկում, փաթաթվում, պաչում, ասում է շնորհակալություն, 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 այս այդ նույն երևույթն է, որ այնուամենայնիվ, այդ շնորհակալությունը ինչի համար է, որտեղ մարդիկ արձանագրում են, ես ընդեղ են տղայի հետ խոսում եմ ուզում եմ ասեի, մի հատ բանի բառ կար այդ բառի վրա տենց կանգնեցի չուզեցա ասել, ես այդ բառի ճիշտն ասած համարժեքը գրական հայերենի չեմ էլ գտնում, բայց էական չի, այդ էմոցիան նրա համար է, որ եղել է մարդ, որը ասել է հոպ ժողովուրդ, հոպ, ես ամենաշատն էի ուզում դա, ես ամենաշատն էի նվիրված այդ անտառի միջով անցնելու եմ մյուս կողմը հասնելու գաղափարին, բայց հոպ, մենք պետք է հետ դառնանք, մենք պետք է կանգնենք, այդ բոլոր էմոցիաները դրա մասին են, այո կենսաթոշակ, այո առողջության ապահովագրություն, բայց մարդկանց էմոցիաները հատկապես մայրերի և կանանց, ովքեր չունեն տենց խնդիր, որ չարտահայտեն, որ մեկը չմտածի ասի, վայ, գիտես, ես ինչ է տենց մտածում, և այս ամբողջ խնդիրը, և այդ բոլոր էմոցիաները, որովհետև 8 տարի է անցել, վերջեցքան բանի միջով ենք անցել, սկզբունքորեն, եթե այն պատերազմի եռագլուխ կուսակցության նարատիվները ճիշտ էին, այսօր մեր բան են անում, արտահայտվում են, ասում են ոնց, էսի բան է, ես վարչապետին Հայաստանի թաղերում, բնակավայրերում և այլն գյուղերում ընդունում են, ոնց են ընդունում, հենց դրա համար, որ մարդիկ գիտեն, որ նախ մենք այդ ճանապարհին և անկեղծորեն հավատացել ենք, նվիրված ենք եղել, ոչ մի բան չենք խնայել, ոչ մի բան մենք չենք խնայել, ոչ մի բան, մենք մեր զավակներին և ընտանիքի անդամներին չենք խնայել, բայց երբ որ մենք տեսել ենք, որ վերջ արդեն հարց է դնում, հարցը, երբ որ մեր աչքերը բացվել են, մենք առերեսվել ենք այդ իրականության հետ, և կանգնել ենք և ասել ենք ժողովուրդ, պետք է կանգնել, ժողովուրդ պետք է կանգ առնել, պետք չի երազել ուրիշ հայրենիքի մասին, որովհետև մեր երազանքների հայրենիքը այլևս գտնված է, և այդ հայրենիքի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Եվ մեկը ինչ էլ ասենք, չի ստացվում ժողովուրդ, չի ստացվում, դուք վկայեք, որ ես խորհրդանում ազգային ժողովում ամեն տեղ ասում եմ, պետք է դուրս գալ այդ նախկին ներկա և այլն այդ բաներից, չի ստացվում ժողովուրդ, այդ նախկին ներկան, այդ բանը, այդ Սերժը, Ռոբը, Լևոնը, իրանց օլիգարխները, են Բելարուսի մեկի անունը Գագոյա մեկի, այդ դրանք քաղցկեղի նման կպած են, դրանց վիրահատական եղանակով պետք է մեր իրականությունից կտրել հեռացնել, վիրահատական եղանակով, չի ստացվում այլ կերպ, և մենք պետք է գնանք այդ ճանապարհով, և պետք է գնանք, մարդիկ այսօր մեզ են ասում, ընդ որում էդ շատ հետաքրքիր ֆենոմեն է, մեզ ասում են, դուք ասում եք թալանածը հետ կբերեք, ես կանեք նախ մենք թալանած լիքը բան, ես ես կոնկրետ ասում եմ, ֆինանսների նախկին նախարար
Խաչատրյան Գագիկի տունը Միացյալ Նահանգներում վաճառվել է ինչ որ գնով, Միացյալ Նահանգները ինչ որ մի տոկոս պահելու է, մնացածը փոխանցելու է մեզ։ Եվ դա process-ի մեջ է։ Մենք միլիարդների եկամուտ գողացած արդեն հետ ենք բերել։ Ժողովուրդ ջան, հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լրացուցից մտել է 66 միլիարդ դոլար։ 66 միլիարդ դոլար։ Այդ բավոր, այդ են գումարն է, որ դրանց գրպանն է գնալիս եղել։ Բա մի օրինակ բերեմ, 2020 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2018-ից 2025 թվականը 300 միլիարդ դրամով ավել հարկ է վճարել, քան նախորդող նույնը 8 տարվա ընթացքում։ Այսինքն էլ 300 միլիարդ դրամի մենակ ավել եկամուտ է եղել։ Բա հիմա դուք հաջորդ հարցը կտաք, կասեք, բա այդքանը ինչ է եղել։ Բայց 66 միլիարդ ուր է, բայց 300 միլիարդ ուր է։ Մենք տարբեր ծրագրերով ժողովուրդ 1 միլիոն, 1.4 տրիլիոն գումար վերադարձրել ենք Հայաստանի քաղաքացիներին։ 1.4 տրիլիոն գումար։ Ոնց ենք վերադարձրել։ Վերադարձրել ենք կենսաթոշակների ավելացմամբ։ Վերադարձրել ենք եկամտային հարկով 54,000 ընտանիք 2018 թվականից էսկոմ տան բնակարանի տերադարել եկամտային հարկի վերադարձի եւ այլ ծրագրերի շնորհիվ։ Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխային միջև 6 տարեկանը 50,000 դրամ մենք նպաստ ենք տալիս, բա որտեղից ենք տալիս։ Բա գիտության ֆինանսավորումը կրկնապատկել ենք, բայց որ Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող զինվորական կա, շարքայինի մասին է խոսքը։ 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Այսօր 300 դպրոց է կառուցվում երկրում եւ 500 մանկապարտեզ է կառուցվում երկրում։ Մենք այս ընթացքում հաշվել է, այդ թիվը մոռացա ինչքան, $1 միլիարդ մոտավորապես մեր բաներում, մեր համայնքներում ներդրումներ են կարել։ Գյուղեր կան, որ իրանց պատմության ողջ ընթացքում մի հատ բարեկարգ փողոց չեն ունեցել, մի հատ տասնյակ գյուղերի տասնյակ բնակավայրեր բարեկարգ փողոցներ ունեն, բարեկարգ փողոցներ, բայց միևնույնն է, այդ process-ը շարունակվում է եւ շարունակվելու է, բայց ես նաեւ ուզում եմ ընդունել եւ խոստովանել, որ այդ process-ները չեն գնացել այն ծավալով եւ այն ինտենսիվությամբ, ինչ որ մենք ի սկզբանե ակնկալում էինք, ինչի, որովհետեւ դիմադրություն է եղել, բայց այդ մարդիկ ով է 66 միլիարդ դոլար կորցնելը հեշտ է, բայց այդ մարդիկ մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, ժողովուրդ ջան, մաֆիայի, բայց ես ուրիշ միտք էի ասում, մեզ ասում են դե դուք ասցիք վերադարձրեք, չեք վերադարձրել պատշաճ, եւ մեզ քննադատում են դրա համար, եւ գիտեք ովքեր են քննադատում, էլի այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրանց սատելիտները, որոնցից ոչ մեկը չի ասում, ես իմ նախընտրական ծրագրում կներառեմ կետ, ես ավելի լավ ապօրինի գույքը կվերադարձնեմ։ Մեզ քննադատում են, որ մենք լավ չենք վերադարձրել, բայց իրանցից ոչ մեկի ծրագրում չկա այդպիսի կետ, որ մենք ավելի լավ կվերադարձնենք։ Եվ հետևաբար նրանք ուզում են ջարդեն այդ համակարգը, բայց չեն կարող, որովհետև արդեն նախադեպային վճռով մենք վճռապեկ դատարանի որոշում ունենք։ Բայց միևնույնն է բոլոր դեպքերում, ժողովուրդ ջան, այս առաջիկա ընտրությունները ամենակարևոր իմաստով մի բանի մասին են, մի բանի, որից բխում է նաև մեր մյուս խոսույթները եւ մյուս ասելիքները։